Շնորհակալություն։ Պարոն Ասլանյան, որ մանկապարտեզներից չխոսեիք, չէի հիշելու, շնորհակալություն, որ հիշեցրեցիք։ Չէ, դուք կապ չունեք մանկապարտեզ, դուք չէ։ Այս քարոզարշավի ժամանակ գնացել էինք Տաշիրի գյուղերից մեկը, Պրիվոլները, այդտեղ մանկապարտեզ կա, որը սուբվենցիոն ծրագրով է հիմնանորոգվել, նախկին համայնքապետարանի շենքն է եղել, լուրջ հիմնանորոգվել, 47 միլիոն դրամ է արժեցել այդ ծրագիրը, սուբվենցիոն ծրագիրը, պետություն համայնք համագործակցության արդյունքում մեկ է տեսնում եք մանկապարտեզի վրա գրված է Ամալիա Կարապետյանի անվան համար 2 մանկապարտեզ։ Ուզում եմ հասկանալ, պետություն համայնք սուբվենցիայով է 47 միլիոն, նախահաշվարկային ծրագրի գինը եղել է 51 միլիոն, Պրիվոլները համայնք, սուբվենցիա, բացեք նայեք, զանգեք տարածքային նախարարություն և վրան գրված է Ամալիա Կարապետյանի անվան համար 2 մանկապարտեզ։ Ուզում եմ հասկանալ, դուք ձեր համար մանկապարտեզ եք կառուցում, անուններ եք դնում, խնդիր չկա, բայց պետության, համայնք պետություն համագործակցության արդյունքում կառուցված, վերանորոգված, հիմնանորոգված մանկապարտեզի վրա, ինչի եք տենց բաներ կպցնում, կարելի է իմանալ, այդ որ սենց լուրջ դեմքով սենց բաներ եք անում, դա չի նշանակում, որ վրեն գրած չի Ամալիա Կարապետյան։ Նկարը մոտս կա, էսա նկարել եմ, կարամ ցույց տամ, չգիտեմ, իրեն ստատիկն է իմ կարծիքով, անցնեմ հացի մյուս կողմերին։ Պարոն Գևորգյան, դե որ խոսեցիք, ես էլ խոսեմ, այո, մեծավանցիները խաժամուժ չեն, մեր սիրելի քաղաքացիներն են, բայց խաժամուժը այդ ձեր ուղարկած ագրեսիվ մարդիկ էին։ Ասեմ, օրինակ դրանցից մեկը ամիսներ առաջ շատ պատահական Ստեփանավանում եկել էր վարչապետին դժգոհում էր, որ իրեն դեպորտ է արել։ Հետո պարզվեց մի քանի անձնագիր ունի, անունն էլ է փոխել, եւ կարծում եմ դուք նրան չեք ճանաչի, պարոն Կարապետյան, այդ մարդուն ոչ էլ ձեր հայրը կճանաչի, ոչ էլ ուղարկողները կճանաչեն։ Ու այդ մարդկանց մեջից մարդ էլ կար, որ հաջորդ ընտրությունների օրը գնացել էր էլի Մախշ դժություն էր սարքել բանում, Մեծավանի ընտրատեղամասում, հետո ոստիկանական ուժեր եկան բան, էլի տհաճ պատմություն եղավ։ Այնպես որ մեծավանցիներին ոչ ոք չի վիրավորել, պարոն Գևորգյան, պետք չէ լինել ավելի տաշիրցի կամ ավելի մեծավանցի, քան Նարեկ Կարապետյանը։ Ապօրինի գույքի հետ կապված, պարոն Գևորգյան, այստեղ դատարան չի, մի եկեք պատմեք ձեր հայրը ինչ ունի, ինչ չունի, ինչը ոնց է ձեռք բերել, մենք ոչ մեկս դրա գնահատականը չենք կարող տալ եւ առանձնապես ցանկություն էլ չունենք։ Հակակոռուպցիոն դատարանը կքննի, կասի որը որից հետո է։ Բայց գեղեցիկ եք խոսում, բարեկիրթ, բայց դա դեռ ճշմարտության մասին չէ։ Ձեր հայրը 18 տարի եղել է գյուղապետ, 4 տարի էլ եղել է խոշորացված համայնքի ղեկավար։ Խոշորացման ժամանակ սկզբնական փուլում տարածքային զարգացման հիմնադրամը հարցնում էր համայնքների ղեկավարներին, թե ինչ է իրենց անհրաժեշտ, եւ համայնքի ղեկավարները նախընտրելի տեխնիկաները նշում էին եւ ստանում էին։ Ձեր հայրը ստացել է գրեյդեր եւ ինչ որ էլի տեխնիկաներ, որոնք գյուղատնտեսական գործունեության հետ կապ չունեն եւ երևի օգտագործվել են ձեր անձնական նպատակներով, կարող եմ նման պնդում անել։ Եվ ես գիտեմ, որ խոշորացումից ձեր հայրը երբ որ գյուղապետ է դարձել, ինչ որ մեքենաների պարկ գյուղում եղել է։ Էդ էլ չկարևոր։ Ճանապարհների մասին։ Գյուլաքարակ համայնքը եւ ինչու՞ չէ նաեւ Ստեփանավանը սկսել են շնչել, երբ կառուցվեց Դենդրոպարկի ճանապարհը։ Հեղափոխությունից հետո կառուցվեց, դրանից առաջ խրամատներ էին, բոլորը գիտեն այդ մասին, տեսանյութեր կան բազմաթիվ, որպես ձեր գործընկեր եւ մեր գործընկեր Վրույր Այվազյանը հիացած խոսում է, թե էս ինչ լավ եղավ, որ այս ճանապարհը վերանորոգվեց եւ սկսվեց աշխատել եւ ժողովուրդը սկսեցին իրենց լավը զգալ։ Պարոն Այվազյանն էլ այդ ժամանակ ձեր հայրիկի խորհրդականն էր։ Կարծում էի չէիք խոսի Գյուլաքարակ այդ Կուրթան ճանապարհի մասին, որովհետև պիտի մի քիչ ավելի երկար մտածեիք այդ ճանապարհի վատ վիճակի մեջ լինելու մասին խոսելուց առաջ։ Ճանապարհը կարևոր է Գյուլաքարակ, Հոփացի, Վարդաբլուր, Կուրթան գյուղերի բնակիչների համար։ Մեր երկար եւ հետեւողական աշխատանքի արդյունքում արդեն կա նախագիծ, կա շինարար, ճանապարհի հարցը շուտով կլուծվի, մոտ շուրջ 8 միլիարդ դրամ է արժենալու ճանապարհի հիմնանորոգումը, ճանապարհը հիմնանորոգվելու է Գյուլաքարակից մինչև Կուրթան, հետո Կուրթանից իջնելու է եւ միանալու է միջպետական M6 մայրուղուն։
Այն 6 մայրուղուն է միանալու եւ հնևանքն է ընդգրկելու, արևածագի ձորը բոլորի կողմից շատ սիրելի, բայց գիտեք ինչի եմ սա շեշտում, որովհետև ձեր հայրիկների, պարոն Կարապետյանի, ձեր կառավարման ժամանակ, պարոն Կարապետյանի հայրիկը երկար տարիներ եղել է պատգամավոր, աշխատակազմի ղեկավար, այդ որ Լոռու մարզ բան էս կոմենկոմ, այդ ճանապարհը գիտեք ինչ է հիշեցրել, այդ Ջումանջի կինոն տեսել եք, չէ՞։ Մի հատ գնացեք էլի, դե դուք գնացած կլինեք, ես էլ եմ գնացել։ Կուզենամ մարդիկ գնան, մի հատ տեսնեն, ինչի է տենց էլի։ Բա ինչի մի հատ չէին անհանգստանում, միջպետական ճանապարհին էր կպնում։ Ինչի, պարոն Կարապետյան, մի հատ ձեր հայրիկին հարցրեք էլի։ Այդ ճանապարհը ինչի մինչև հիմի։ Լավ, ես ասի ձեր հայրիկին հարցրեք, ձեր հայրիկը ստեղ չի, հիմա ինչ եք խոսում։ Հիմա ասում եմ ձեր հայրիկին հարցրեք, պարոն Ղազենյան։ Հարգելի գործընկերներ, պարոն Ղազենյան, պարոն Ղազենյան, պարոն Ղազենյան, պարոն Ղազենյան, խնդրում եմ հանդարտվեք եւ թույլ տվեք, որ ամբողջի մոտի ելույթ ունեցող պատգամավորը ելույթ ունենա։ Հարգելի գործընկերներ, պարոն Կարապետյան, Տիկին Դավոյան, մի րոպե, ներողություն։ Պարոն Կարապետյան, ժանրը մեր քննարկման այնպիսին է, որ պատգամավորը հարկավ կարող է դիմել պատգամավորներին եւ պատգամավորները հետո թող ելույթում արձագանքեն պատգամավորին։ Մեր ժանրի կանոնն այնպիսին չի, որ դիալոգ սկսվի եւ նիստի բնականon ընթացքը տապալվի։ Խնդրում եմ հիմա ինձ մի արձագանքեք, ես ձեզ չեմ կարող ձեր խոսափողը միացնել։ Հիմա թույլ տվեք Տիկին Դավոյանը ավարտվի, բոլորին եմ ասում։ Հիմա ես ձեզ պարոն Մխիթարյան, շատ լավ, վերաբերվում է եւ ձեր խմբակցությանը, եւ մեր խմբակցությանը, եւ մյուս խմբակցությանը։ Բոլորին է վերաբերվում, խնդրում եմ չընդհատել ելույթ ունեցողներին։ Համեցեք Տիկին Դավոյան։ Հուսամ ավարտեցիք։ Բարեկամության մեջ չի մտնում, երբ որ պատգամավորը ելույթ է ունենում եւ ինչ որ խոսքի ասում, որը դուր չէ գալիս որևէ մեկի, թողնում դալիճից հեռանում է, մի արձագանքեք որևէ ձևով։ Կգաք այստեղից կխոսեք, դուք հրանոթների մասնագետ եք, կարծում եմ այդ գծով կարող եք շատ խոսել։ Հիմա բարեգործության մասին։ Բարեգործության մասին եք խոսում, դուք սկսեցիք բարեգործական ձեր այդ տանիքներ, մեր աշխարհահռչակ Բաղձալի, մեր չէ ձեր կոմբայնը եւ այլ, դուք սկսեցիք այն ժամանակ, երբ գիտեք, որ շուտով թիմ ընտրություններ է գալու եւ այդտեղ այդ թիմ ընտրությունների ժամանակ ձեզ համար ձայներ բերելու եւ այդ գործընթացի համար։ Սակայն դուք շատ լավ գիտեք, որ բարեգործության արգելքը կա, ընտրություններից առաջ երբ որ հրամանը ստորագրվի, բարեգործության արգելքը լինելու է եւ դուք գալու եք այստեղից, ասելու եք, այս չար ու նախանձ իշխանությունները չեն թողում այն կոմբայնը գա ժողովրդին փրկի, հացահատիկը մնալու է դաշտում, սենց է լինելու, նենց է լինելու, այն տանիքները տեղեկանքը չի տալիս, բազմազավակ ընտանիքները մնացին առանց տան, բայց այդտեղ մի հատ խնդիր կա։ Դուք ասում եք մենք բարեգործություն ենք, այդ բարեգործական ծրագրերն իրականացնում ենք այն տարածքներում, որտեղ մենք շատ ձայն ենք ստացել։ Պատկերացնում եք նման իրավիճակ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նստում է, ասես ցուցակով հանում է, որտեղ ենք մենք շատ ձայն ստացել, պլյուս, որտեղ ենք մենք քիչ ձայն ստացել, մինուս։ Պետական եւ համայնքային ծրագրերը հանել ստեից։ Այդտեղ մենք քիչ ձայն ենք ստացել, այս քաղաքացիներին պիտի պատժել։ Դուք լուրջ եք ասում։ Սա բիզնես մտածելակերպ է։ Սա գիտեք ինչի մասին է, սա նրա մասին է, որ դուք շեշտը դնում եք, որտեղից ինչ, ոնց, հիմա էլի ինչ որ բաներ անենք, որ կարողանանք ձայն տանենք։ Սա պետական մտածողություն չի, սա հասարակ բիզնես մտածողություն է։ Եվ սրա հետ կապված մի հատ բան էի ուզում ընթերցել, այն որ ասում են կառավարությունը մենակ է թողել գյուղատնտեսությունը եւ այս ձեր առանձնացած բանի վերաբերմունքի համար եմ ասում, 2025 թվականին Գյուլաքարակ համայնքում աշնանացանի պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում գյուղացիների կողմից իրականացվել է 1280 հեկտար ցորենի ցանց։ Այս աշխատանքի արդյունքում 2026 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքի գյուղացիներին հատուցվել է շուրջ 102 միլիոն դրամ։ Ծրագրից օգտվել են բազմաթիվ գյուղացիներ, այդ թվում Վրույր Այվազյանը եւ Մեհեր Գևորգյանը, մեր հարգելի Անդրանիկի հայրիկը։ Ինչի համար եմ սա ասում, մենք չենք տարանջատել երբեք։ Քաղաքացին դիմել է, ստացել է ծրագիր, քաղաքացին կլինի ընդդիմադիր, քաղաքացին կլինի քիչ ընդդիմադիր, այս կուսակցությանը ներկայացուցիչ, այն կուսակցության ներկայացուցիչ, դրա մասին չի կարելի այդպիսի բան անել, չի կարելի տարանջատել քաղաքացիներին։ Հետևաբար, ներողության մասին, պարոն Գևորգյան, Էդգար Ղազարյանը ներողություն խնդրեց,
Իսկ դուք որևէ մեկը տեկակ ներողություն խնդրեցիք։ Այ երբ որ Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրի սակրավորների ընտանիքներից, երբ որ Էդգար Ղազարյանը շատ իրեն վատ զգալով ներողություն կխնդրի եւ ցանկանում էր սակրավորների մահը, այն ժամանակ ձեզնից յուրաքանչյուրը բարեկրթության սահմաններում կպահանջի, որ մենք ներողություն խնդրենք։ Հետևաբար, նորից եմ ասում, խոսելուց առաջ կարծում եմ մտածելը երբեք չի խանգարի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Հասմիկ Հակոբյան, Ամեցիկ։